Մեքենայական միացման փակ կարատեսակ է, վրայից մեկ վրակարով։ Ստացվում է մի հատ ներկար ունենք, մի հատ վրակար։ Փորձանմուշը կարելու համար լավ կլինի վերցնեք երկու հակատի գույների դետալ, որպեսզի հասկանաք վերևի դետալի եւ ներքևի դետալի տարբերությունը։ Վերևի դետալին մենք տալիս ենք 1 սանտիմետր կարաբաժին։ Ներքևի դետալի կարաբաժինը տարբերվում է վերևի դետալի կարաբաժնից, այստեղ կարաբաժինը կրկնապատկվում է գումարած ծալքի կարաբաժինը, որը կարող է լինել մինչև 3 մմ։ Այսպիսով մենք ստացանք վերևի դետալը 1 սանտիմետր կարաբաժին, ներքևի դետալը 2,3 սանտիմետր կարաբաժին։ Իդեպ ասեմ, ես այս կարատեսակը օգտագործում եմ ջինսի տաբատների միջին գծում վերանորոգման ժամանակ, երբ որ կան նմանատիպ կարատեսակ, որտեղ լինում է, որ հավասար է, լինում է, որ այսպես կարաբաժինները անհավասար են։ Վերևի եւ ներքևի դետալները իրար վրա են դնում երեսային կողմերով կարման գծով։ Կարման գիծը ես հիմա քանոնով ձեզ ցույց եմ տալիս, որ պատկերացնեք, այստեղ լինելու է ներկար, մեզ այստեղ մնում է ներքևի դետալից 1,3, քանի որ 1 սանտիմետրը դրվեց վերևի դետալի հետ, կարման գծով, ծալում ենք այդ 1,3 սանտիմետր կարաբաժինը եւ կարում ենք եզրից 3 մմ։ Դա այդ ծալվող հատվածն է։ Կարելուց հետո շրջում ենք վերևի դետալը այնպես, որ ներքևի այդ 3 մմ կարաբաժինը ծալք առաջացնի եւ վրա կարում ենք այս կարը պահելու է մեր կարաբաժինը թարս կողմից, դրա համար վրա կարում ենք այնպես, որ թարս կողմից շատ եզրից հեռավորություն չթողնենք կարի համար, ընտրեք, եթե օրինակ 1 սանտիմետր է ընդհանուր կարաբաժինը, ապա ընտրեք 8 մմ, որպեսզի հակառակ կողմից տարածությունը եզրից մինչև կար շատ չլինի, իմ դեպքում կմնա 2 մմ։ Այս կարատեսակը ունի 4 շատ կտորի ծալք կարաբաժին, դրա համար կիրառեք այն միջին եւ թեթև կտորների դեպքում։